Ուրեմն այս թեմայով անդադ խոսելու եմ, որովհետև արդեն լռելն էլ է համարվում հանցագործություն։ Մենք ուղղակի լռելով, հանդուրժելով, կուլ տալով գնում ենք կործանման եւ կհասնենք մի կետի, որ արդեն հետդարձ ճանապարհ չի լինի եւ վերջնական կործանվենք որպես ազգ, որպես պետություն, որպես ինքնիշխան, անկախ պետություն եւ որպես առաջի քրիստոնյա պետություն, որպես հայկական պետություն։ Ուրեմն տեսեք ինչ որ օրենք են անցկացրել հիշատակի օր հունվարի 27-ին։ Երեկ այս մասին խոսել եմ, այսօր նույնպես խոսելու եմ եւ կարող եմ ամեն օր էլ խոսեմ, միջև որ ձայնը հասնի բոլորին, ովքեր որ մտահոգ են այս հարցով։ Իմ համար տղեկի հիշատակի օրը ամեն օր է, սկսված նոյեմբերի 9-ից, երբ որ նրանց մարտիրոսությունը, նրանց ինքնազոհությունը, զոհաբերությունը, որ իրանք իրենց զոհաբերեցին, իրենց կյանքը տվեցին, իրենց արունը թափեցին, տասնյակ հազարավոր հայ տղաներ հաշմանդամ դարձան։ Եվ այդ ամենը ուղղակի հանուն ոչնչի հայտարարելով դավաճանվեց, ապականվեց եւ այդ ամեն ինչը դարձրեցին ուրեմն առ ոչինչ եւ այսօր ձևի համար հորինել եւ հրեական այդ սիոնիստական հոլոկոստի հիշատակի օրը Հայաստանում դարձնել ոչ աշխատանքային օր անունը շահարկելով մեր նահատակ արծիվ տղերքի, դա ուղղակի սրիկայություն է ամենավերջին աշճանի, ինչպես որ արդեն ասեցի Հանուկայի նույն սիոնիստական այսօր այս խամաճիկներին ղեկավարող ուրեմն ուժի, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այստեղ, այնպես էլ Վրաստանում էր այդ սիոնիստական նեոբոլշևիկյան իրանց NKVD-շնիկ պապերի ուրեմն թորների սերունդների շնորհիվ մեր երկիրը ուրեմն օկուպացված այս ուժերի ուրեմն այսպես սահուն ձևով իրենց ազգային տոներն ու հիշատակի օրերը ուրեմն կապել մեր վզին, օգտագործելով մեր ոնց ասեմ, մեր մարտիրոսների, որտեղ նրանք մարտիրոսվեցին մեր ազգի համար, մեր պետության համար, մեր անկախության համար, եւ այսպես սահուն կերպով մեր ազգը վերացնելով իրենց սրիկա NKVD-շնիկ նեոբոլշևիկ սիոնիստ տերերի ուրեմն կամքը կատարել, մեր տոները ամբողջովին փչացնել, մեր բոլոր ազգային տոները, մեր հպարտանալու ինչ որտեղ հպարտանալը լավ բան չի, բայց ինչ որտեղ հպարտանալու մեր հաղթանակները հիմա այս տվերում են մեր բանակի օրը հունվարի 28-ը հիշատակի իրենց ասածով այսպես ասած յուրովի մեռելոցի օր են հայտարարել, իսկ մեր տղերքը մեռած չեն։ Ամեն օր է մեր համար հիշատակի օր, քանի դեռ ինչի համար նրանք զոհվել են, մենք չենք վերականգնել։ Քանի դեռ իրենց մսաղացի տարած, գիտակցված, իրենց արածը ջուրը նետած, իրենց արունը ջուր դարձրած մարդիկ պատասխան չեն տվել դրա համար։ Մեր համար ամեն օր հիշատակի եւ այո ամոթի օր է։ Այնպես որ ձեր հոլոկոստի հիշատակի օրերը, ձեր հանուկաները աննախադեպ շքեղ նշեցիք այս տարի հանուկան նաեւ դեկտեմբերի 14-ը անունը դրեցիք ուրեմն տոնածառի մոմերի վառելու օր, երբ որ դա հանուկան է իրոք մոմերի վառելու օր է, բայց իրենց սիոնիստական ուրեմն ծես է դա։ Եվ Սուրբ Ծնունդը այդպես անշուք նշելով, Սուրբ Ծնունդը, հետո էլ դրել եք ձեզ քրիստոնյա, հիմա խոսում եք եկեղեցիները, այսօր գրել եմ եկեղեցիները ձեր կնանիկ ու մերերը չեն, որ դնեք վաճառք եղավ, կամ փոխեք վաճառեք, սինագոգ դարձրեք հիմա։ Ասեք, որ գիտեք ինչ կա, այս շարժումը, որ սկսել է այս բարենորոգում կոչվածը, կբարենորոգեն սինագոգերով, եկեղեցիները փոխարինելով, շատ շուտով, գնում է դրան, տենդենսը դրան է տանում, դուք էլ ուխտի նման որոշներդ, մոլորված,
խոտ ուտելով գնում եք դրանց հետևից։ Ես համոզված եմ, որ մեր հարգելի զոհվածների ծնողները ոչ միայն չեն արձագանքի այս սրիկայությանը, հոլոկոստի օրը դարձնել հիշատակի օր, քիչ-քիչ տղաների անունը ինչպես ջնջեցին նրանց հաղթանակը, ինչպես ջնջեցին նրանց զոհաբերությունը, ինչպես ջնջեցին նրանց աշխատանքը, նրանց արյունը, նրանց թափված հողը դասեցին իրենց ցեղերի աբոշա անցեղ ցեղերի ոտի կոխան։ Այնպես է շատ կար ժամանակ հետո այդ հիշատակի օրը կմնա որպես հոլոկոստի հիշատակի օր։ Ինչը որ աշխարհում ընդունված է։ Հունվարի 27-ը հոլոկոստի զոհերի հիշատակի օրն է։ Դե թող նշեն, ես դրա դեմ բան չունեմ։ Իրենք իրենց հոլոկոստը։ Իրենք մեր եղերնը նշում են, ոչ։ Այնպես որ հայր ջան, մանավանդ սիրելի ծնողներ, խնդրում եմ, թույլ չտաք ձեր որդիների թափված արյունը նրանց անունը շահագործելով իրենց կեղտոտ սիոնիստական նեոբոլշևիկյան սրիկա ուրեմն ծրագրերը իրականացնեն։ Ես կարծում եմ, որ մեր ծնողները հանդես կգան խոսքով եւ կասեն, որ ոչ մի հիշատակի օր էլ մանավանդ տղաների դահիճների կողմից հայտարարված իրենք չեն ընդունում։ Ես հուսով եմ, որ ինչպես եկեղեցի պաշտպանության համար են հանդես գալիս, մեր զոհվածների ծնողները հանդես կգան իրենց խոսքով ու կասեն, որ իրենց տղաների դահիճների այս շողոքորտական եղանակով սրիկա թաքնված ծրագրերի սիոնիստական նեոբոլշևիկական ծրագրերի մաս իրենք չեն կազմի։ Ինչպես է մեր համար, առավել եւս նրանց համար, մեր տղեկի հիշատակի օրը ամեն Աստծու օր է, քանի դեռ մեր հայրենիքը ազատագրված չի նեոբոլշևիկյան, սրիկա սիոնիստական, բրիտանական, իսրայելական, թուրքական ուրեմն լծից։ Այդքան բան։